Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եթե մի կողմ ենք դնում են պնդումը, որ այս նախագիծը նրա համար չէ, որ հանրային հեռուստաալիքներից մեկը փակվի, եւ նշվում է, որ 3-ի փոխարեն 2, այսինքն սա հանրությանը ստիպում է մտածել, որ դե եթե 3 չի 2 է, ուրեմն մեկը պետքա դուրս գա։ Իհարկե հասկանում եմ գրածավոր պարտադիր չի որ դուրս գա, բայց երկրորդ հարցը, որ օրինակ դուք չեք կարծում, որ այս բարդ, այսպես ասած, ինչ խոսք ասես, որ մարդկանց տալիս են տարբեր ալիքներով, հեռախոսներով, չգիտեմ, YouTube-ներով, ճիշտ չի, մտածենք, որ այդ ալիքը, որը ուղղված է մշակույթին, մեր եկեղեցուն, չգիտեմ, մեր պատմությանը, ավելի լավը դարձնենք եւ ոչ թե այնպես անենք, որ չլինի։ Շնորհակալություն, պարոն Ազարյան։ Հնարավոր մանիպուլյացիաները կանխելու համար կարևոր եմ համարում ասել, որ առաջին բանը, որ քաղաքացիական պայմանագիրը արեց տեսալսողական մեդիայի տիրույթում Թավշյա հեղափոխությունից հետո դա շողակաթ հեռուստաալիքի ֆինանսավորման բարձրացումներ։ Ինչպես հաճախ պոպուլյար է հատկապես ընդդիմադիր շրջանակներում կոչել մեր քաղաքական ուժին եկեղեցատյաց այդպես կոչված քաղաքական ուժը, իշխող ուժը 2024-ի տվյալներով գրեթե 2 անգամ ավելի բարձր ֆինանսավորում է նախատեսել, քան եկեղեցապաշտ այն իշխող ուժերը մինչև 2017 թվական, որովհետև 2017 թվականի ընդունված, իսկ մենք հիշում ենք, թե ովքեր էին կառավարող ուժը 2017 թվականին, 18 թվականի համար նախատեսված շողակաթի գումարը շուրջ 2 անգամ ավելի պակաս էր, քան մեր կողմից ֆինանսավորումը, որ հատկացվում է շողակաթին։ Մյուսը արձագանքի ժամանակ կասեմ։ Խնդրեմ արձագանք։ Շարունակեք։ Եթե կարելի է հիշեցնեք առաջին հատվածը։ Ես եմ որ 3 հիմա դառնում է 2։ Դա հանրությանը ստիպում է մտածել, որ մեկը դուրս է գալիս։ Այդ ինչու։ Երբ որ կարելի է այդ ալիքը ավելի լավացնել, ավելի ուժեղացնել, չգիտեմ, ի վերջո հանրային հեռարձակողը պետք է մտածի այդ մասին, կարծում եմ, ոչ թե փակելու ճանապարհով գնանք, այլ լավացնելու ճանապարհով գնանք։ Պարոն Ազարյան, ես եւս մեկ անգամ գուցե ստիպված լինեմ կրկնել, որ համենայն դեպս կառավարությունում նման շեշտադրումներով քննարկում տեղի չի ունեցել, եւ այստեղ ես ներկայացնում եմ կառավարության դիրքորոշումը, մենք հիմա ձեզ հետ չենք քննարկում որևէ հեռուստաալիք փակելու հարցը, եւ ես համարում եմ, որ նաեւ նման իրավասություն չկա օրենքով հեռուստաալիք փակել չփակելու հարց քննարկելու, որովհետեւ գոյություն ունի կոնկրետ մարմին, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, անկախ մարմին է, հանրային հեռարձակող խորհուրդը ինքը կկարողանա այդ օրինակ որոշումներ կայացնել։ Ավելին, ես հույս ունեմ նաեւ, որ շողակաթ հեռուստաալիքը չի փակվի, այլև կօգտվի այն նոր հնարավորություններից, որոնք մենք արդեն իսկ ստեղծել ենք, մասնավորապես օրենքի նախագծի հեղինակները հենց հիմնավորման մեջ անդրադարձել են հանրօգուտ մեդիա միջավայրի խթանման համար ստեղծված նոր հիմնադրամին, որը դրամաշնորհներ է տալու բոլոր այն հեռուստաալիքներին, որոնք որ հանրօգուտ բաղադրիչով կոնտենտ են արտադրելու, որտեղ հիմնականում կենտրոնացված են լինելու մշակութային, հոգևոր եւ կրթական բնույթի հեռուստահաղորդումները։ Մենք ուրախ կլինենք, որ նաեւ շողակաթ հետագայում դիմի հիմնադրամին եւ ստանա համապատասխան աջակցություն ու որակյալ կոնտենտ արտադրի ու հեռարձակի, որովհետև ներողություն եմ խնդրում, ավարտում եմ, այն 2019 թվականներին այն մեծացումը բյուջետավորման, որ մենք իրականացրել ենք, նաև նպատակ ուներ շողակաթի հեռարձակման որակը եւ հաղորդումների որակական մասը ընդարձակելու, որը ցավոք սրտի տեղի չունեցավ։ Այսօր դժվար է անել մի այնպիսի պնդում, որ շողակաթ հեռուստաալիքը դրա արդյունքում ամենաբարձր ռեյտինգ ունեցող հեռուստաալիքների թվում է։